Ինչ թփանցիկ անդրադարձակ Նիկոլ Փաշինյանին, երբ որ մայրիկին եւ երեխային մետրոյում հոգեբանական բռնության էր ենթարկել ըստ քաղաքասարության ներկայացուցիչների։ Ես դեպքի առնչությամբ շատ արագ հրապարակային հայտարարություն եմ տարածել։ Կարծում եմ բոլորի համար պարզ է եղել հրապարակային հայտարարության հետ կապված ցանկացած։ Բայց անուններից չեք նշում, Տիկին Մանասյան։ Նիկոլ Փաշինյանի մեծարգո։ Անկախ եք Տիկին Մանասյան, անկախ մարմնի ղեկավար եք։ Ավարտեցիք։ Այո։ Դա ուրեմն ինձ թվում է բոլորի համար հասկանալի եղել հայտարարության հետ կապված ցանկացած հանգամանք, եթե հասկանալի չի եղել, որպեսզի մենք խուսափենք բոլոր հնարավոր մանիպուլատիվ մեկնաբանություններից, բոլոր հնարավոր ոչ պարզ մեկնաբանություններից, ասեմ, որ այո, շատ պարզ է եղել, որ ես դեպքը եւ դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում եմ, անկախ նրանից դա վերաբերեր վարչապետին կամ վերաբերեր ցանկացած այլ քաղաքական ուժի դատապարտումը, հիմա էլ կարող եմ հրապարակային ասել, որ այո, ես դատապարտում եմ հենց այդ դեպքը, Նիկոլ Փաշինյանի պահվածքը դատապարտում է։ Բնականաբար եւ շատ կարեւորում է, որ դրանից հետո վարչապետը ներողությամբ հանդես եկավ եւ ոչ թե ես ի նկատի ունեմ բացառապես միայն իմ դատապարտումը, բայց կարևորում եմ այն հանգամանքը, որ ոչ թե այլ քաղաքական ուժերի եւ առանձին մասնագիտական համայնքների պես վարչապետը հարձակվեց օրինակ մարդու իրավունքների պաշտպանի կամ պաշտպանի հաստատության վրա, այլ դրանից հետո որոշակի գործողություններ հետևեցին։ Որ հարձակվեն չափազանց կարևոր է։ Կարիք չկա պաշտպանության, անկեղծ ասած, որովհետեւ մեր հաստատությունը կներեք, բայց ես համարձակության նշաններ ոչ թե հիմա եմ ցուցաբերում, այլ ես մշտապես եմ համարձակ, բայց գիտեմ, թե ինչ տրամաբանությամբ եւ ինչ մեթոդաբանությամբ եմ աշխատում տարբեր հարցերի ուղղությամբ եւ երկրորդն էլ կխնդրեմ մի հանգամանք նկատի ունեցեք մեր միջազգային փորձագետները մի շարք ռեկոմենդացիաներ են արել մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը հատկապես նախընտրական ժամանակահատվածում քաղաքական չեզոքության պահպանման հետ կապված եւ մենք բնականաբար նաեւ մեր հրապարակային հայտարարությունների ամբողջ կոնտեքստը հենց տրամաբանությամբ ենք